Փաշինյանի օրոք Հայաստանի տնտեսական կապերը, ես կասեի շղթաները ԵԱՏՄ կոչվող ռուսական կառույցի հետ ծանրացան եւ մեծացան համարյա 5 անգամ, գրեթե նույնքան ինչքան էլ ավելացավ Հայաստանի արտաքին պարտքը։ Իսկ ինչ բան է ԵԱՏՄ եւ ինչու Հայաստանն այնտեղից դուրս չի գալիս, թեև ավելի շատ է մուծում, քան ստանում այնտեղից։ Օրինակ 2024 թվականին Հայաստանի վճարումը ԵԱՏՄ-ին $135 միլիոն գերազանցել էին եկամուտը։ Ամեն ինչ սկսվեց 2013 թվականին, երբ Պուտինը պահանջեց Սերժ Սարգսյանից ընդհատել Հայաստանի բանակցությունները Եվրամիության հետ ասոցիացման մասին։ Դա բացելու էր Հայաստանի համար եվրոպական շուկան, տնտեսական բարեփոխումների հնարավորություն, ներդրումներ եւ նոր տեխնոլոգիաներ եւ ամենակարևորը անվտանգություն։ Սակայն 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այդ ամենի փոխարեն Հայաստանը մտնելու է ռուսական մաքսային միություն, հետագայում ԵԱՏՄ։ Ոչ մի անրաքվեց հարցով չի անցկացվել, հայ ժողովրդի կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Սերժը հետո բացատրեց դա անվտանգության սպառնալիքներով, այսինքն Պուտինը վախեցրեց նրան պատերազմով։ 2016-ին եւ 2020 թվին Պուտինը կազմակերպեց երկու պատերազմ, իսկ 23-ին ռուսական բանակի ներկայությամբ եւ թողտվությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում չօգնեց մեզ եւ չխանգարեց ազերիներին։ Ուրեմն ինչու ենք մենք այնտեղ մնում այսօր։ Պատասխանը հաջորդ նյութում։